Երևանի սրտում, Կասկադում շուտով նոր դարաշրջան կսկսվի։ 20 միլիարդ 46 միլիոն ներդրումային ծրագրի շնորհիվ Կասկադը վերջապես կստանա իր լիարժեք տեսքը։ Հաղթող է ճանաչվել 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա GTB Development SPN։ Կասկադի անավարտ հատվածը վերջապես կկապվի վերածնված Հայաստան հուշարձանին, վերականգնելով քաղաքի պատմամշակութային դիմագիծը։ Երբ նշում ենք աշխատանքների իրականացման ժամկետը, նկատի ունենք, որ այն ընդգրկում է իր մեջ ինչպես ամբողջ վարչարության համար նախատեսված ժամկետը, այնպես էլ բուն շինարարական աշխատանքների իրականացման համար, որովհետև այս պահին մենք դեռ ունենք ծավալուն աշխատանքներ իրականացնելու, ներդրողի ընտրությունից հետո նրա հետ համապատասխան պայմանագրի կնքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնելու հետ կապված կառավարության որոշման նախապատրաստական աշխատանքների իրականացման խնդիր, ինչպես նաև նախագծի ամբողջական մշակման խնդիրը, բուն նախագիծը ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հեղինակությամբ եւ ֆրանսիական այդ ճարտարապետական գրասենյակի կողմից առաջիկա ամիսների ընթացքում արդեն ներդրողի պատվերով պետք է մշակվի եւ իրականացվի։ Այս բոլոր գործընթացների ավարտին ակնկալում ենք, որ արդեն իսկ այս տարվա վերջում 4-րդ եռամսյակի ընթացքում մենք կհասնենք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման փուլ, որից հետո ընկերությունը կկարողանա ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը։ Երևանի մշակութային ապագան Կասկադում է։ Երևանցիներն իրենք են ակտիվ քաղաքացի հարթակի միջոցով նախապատվությունը տվել հենց այս տարբերակին։ Կարծում եմ, որ հենց այս հանգամանքով պայմանավորված այս լուծումները կլինեն երևանցիներին ավելի հոգեհարազատ եւ ավելի ջերմությամբ կընկալվեն նրանց կողմից։ Նախատեսվում է, որ այդտեղ կլինեն նոր համերգասրահ, շուրջ 1000 հոգու համար նախատեսված, ժամանակակից արվեստի թանգարանի կոնցեպտով թանգարանային տարածք, այլ արվեստանոցների եւ ցուցասրահների համար նախատեսված համապատասխան տարածքներ, ժամանցի գոտիներ, հանգստի գոտիներ, իհարկե ծավալուն կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն։ Ընդ որում ներդրող ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կանաչապատել ոչ միայն բուն համալիրի տարածքը, որը ծրագրի շրջանակներում է ընդգրկվում, այլև հարակից հատվածը եւս ընդհանուր կանաչապատման մակերեսը կազմելու է 4 հեկտար եւ այդ կանաչապատ հատվածով նախատեսվում է կապ ապահովել նաեւ Մատենադարանի հետ եւ հատվածը քաղաքի ընդհանուր առմամբ մի տրամաբանությամբ սարքել որպես մշակութային կենտրոն։ Նպատակ ունենք, որպեսզի երևանցիների եւ քաղաքի հյուրերի համար ձևավորվի մի նոր միջավայր, որը մի կողմից կլինի ժամանակակից շնչով հագեցած եւ մյուս կողմից ապահովելով կապը ժամանակների միջև կհարստացնի քաղաքը եւ կվայելի այն նույն սերը եւ ջերմությունը երևանցիների կողմից, ինչպես Կասկադի հուշահամալիրը մինչ օրս։ Պատկերացնում եմ շարունակությունը, որ դուք կանք 50-ամյակ տեսնենք հələ ինձ բախտ կա վիճակվի տեսնել թե չէ։ Շատ լավ է, շատ գեղեցիկ է։ Մեր ժողովրդին պիտանի բան լինի, տուրիստներն են մեծամասամբ բարձրանում, տեսնում, գայթակղվում։ Շատ ուրախ եմ, որ ավարտուն տեսքի ա գալու, որովհետև ես ինքս Կասկադի բնակիչ եմ ու շատ տխուր է պատշգամբից նայել, տեսնել այս իրականությունը։ Հաշվի առնելով, որ Կասկադը քաղաքի ամենակենտրոն տեղն է եւ շատ գրավչություն է իր մեջ ներկրում թե տուրիստների, թե առասարակ քաղաքացիների համար, իսկ շատ գեղեցիկ բան կստացվի վերջնական։ Կասկադը պետք է ավարտական տեսքի գա, դրանով ոչ մի խոսք։ Ինձ թվում է մայրաքաղաքը դրանով ավելի կգեղեցկանա եւ մեզ համար կդառնա ավելի սիրելի վայր։